բոլորի հետ միասին պատրաստ եմ համ շենացնենք այս գյուղը, զարգացնենք, նպաստենք այս գյուղի վաղվա լավ օրվան։ Ասել եմ եմ նոյեմբերյան ինչ կլինի, եկել եմ ստե։ Ոչ մի տեղ եմ, որ ասում այս տարածքից չենք ուզում գնանք, որովհետև մեր Ղարաբաղի կլիման է մեզ հիշացնում։ Դժվարություններ կա, բայց պետք է հաղթահարել։ Տավուշի սահմանամերձ Բերթավան գյուղում հաստատված արցախցիներն են։ 2023 թվականին բռնի տեղահանությունից հետո այստեղ արցախցի 7 ընտանիք է հաստատվել։ Նրանք լավ են հարմարվել գյուղին, միայն թե մշտական աշխատանք ունենալու խնդիր ունեն։ Հայրապետյանների 7 հոգանոց ընտանիքը շուտով բնակապահովման ծրագրով իրենց նոր տուն կտեղափոխվի, որը գնել են հենց այս գյուղում։ Սասունն Արցախում զինվորական է եղել, այստեղ ժամանակավոր գործ է կարողանում անել։ Հիմնական աշխատանք չունեմ, գյուղատնտեսություն եմ զբաղված, խոտ հնձել, եսին փետ կտրել, շինարարության վրա, նայած այդ պահին ոնց է հարմարվում։ Իսկ մնացածն էլ արդեն հետագայում տունը ձեռք բերելուց, տեղավորվելուց հետո կանցնին հիմնական աշխատանքի, թեկուզ նաև հենց ծառայության, պատրաստ եմ նույնիսկ ծառայությունը շարունակել։ Էդուարդ Թումանյանը ևս Արցախում զինվորական է եղել։ Նրա 6 հոգանոց ընտանիքը ևս հարմարվել է գյուղին, միայն թե մշտական աշխատանք է ուզում ունենալ։ Արհեստավորական աշխատանք է կատարում, եթե առաջարկ պատվեր է լինում, բայց առանց մշտական զբաղվածության դժվար է։ Ասма կարած գաս մի ավտո, օրինակ, ցեմենտ կա դադրկելու, թե մի ավտո փետ կա դադրկելու։ Իմ արեստով էլ որ մին բան, ասենք դրուժբա բան ալամ, հավաքում եմ, էդի պապիրոզի բանի փող է, էլի հաշվի։ Դե շինարարությունն էլ մի օր անձրև կգա, 5 օր արև կանի, նայած էլի, ում պետք է ալեմ, այդ եմ աշխատում, ով որ գալիս է առաջարկում այնից այդ գործը, ես այդ գործով զբաղվում եմ, իմ օրվա 2 կոպեկ փող աշխատում։ Եթե տղամարդկանց դեպքում ժամանակավոր որևէ աշխատանք լինում է, ապա կանանց դեպքում ավելի դժվար է լինում։ Լիլիա Սարգսյանը անգլերենի ուսուցիչ է աշխատել Արցախում։ Այստեղ ոչ միայն Բերթավանի, այլև հարակից այլ բնակավայրերի դպրոց է դիմել, բայց ապարդյուն։ Տեղ չկա, ոչ մեր դպրոցում, ոչ այս կողքի դպրոցներում։ Դիմել եմ, ամեն տեղ էլ դիմել եմ, Իջևանել եմ դիմել, Մարսպետին եմ դիմել, մեր դպրոցն եմ դիմել, տնօրենի մոտ եմ գնացել, դե բայց դեռ տեղ չկա։ Վիգեն Ասրյանն ու կինն էլ լուծել են զբաղվածության հարցը։ Վիգենը հարևան Զորական գյուղում է ուսուցիչ աշխատում, կինն էլ հենց Բերթավանում, բայց ինքն էլ դժվար է հարմարվում առանց Արցախի կյանքին։ Քո հարազատ գերեզմանը թողես գաս։ Հնարավոր չի դա հնարավոր չի։ Մարդու սրտի վրա չի նստում, մտածմունքը շատ է, օրինակ գիշերները կավակունս չտանի, ոչ թե կարող է, ընդհանրապես այդ ինձ էլի չքնեմ, վեր կենամ ծխեմ։ Լիլա, Լիլա։ Գյուղում բոլոր արցախցիները գիտեն իրար, հաճախ են միմյանց այցելում։ Գյուղի մարդկանց հետ էլ լավ հարաբերություններ են հաստատել։ Շատ լավ ժողովուրդ են, բարեկամասեր, հյուրասեր, ընկերասեր ժողովուրդ են, ընդհանրապես ժողովրդի հետ հարմարվելու, ինտեգրվելու խնդիր չենք ունեցել։ Այսպես ասած, առաջին իսկ օրվանից էլ մենք զգացել ենք մեզ ինչպես մեր սեփական գյուղում։ Գյուղի մարդկանց մին 80%-ին ճանաչում եմ, մին շփումս նորմալ է, սկսած գյուղապետարանից, բրծած գյուղի մարդկանցից։ Արցախից տեղահանվելուց հետո Վայքի հաշվառման կետում արցախցի այս ընտանիքներին առաջարկել են մի քանի տարբերակ՝ Ճամբարակ, Վարդենիս, Գյումրի, Նոյեմբերյանի շրջան, բայց նրանք նախընտրել են հաստատվել Տավուշում։ Այսօր էլ Նոյեմբերյանի Բերթավան գյուղը նմանեցնում են իրենց գյուղերին, Տավուշը Արցախին։ Կլիման նման է, ժողովուրդը իրանց խասյաթով էլի որոշ առումով նման են։
ուտող, խմող, հյուրասեր, հարգանքով, մեկը մեկին հասնող, մեկի համար ջանք չխնայող, այդ հարցով նմանություններ շատ ես գտնում։ Նույնիսկ ճանապարհը, որ այսպես գնում ենք, տեղեր կա, որ սենց խաչմերուկներ ես թեքում ասում ենք, էսի ոնց որ մեր մարտակերտը էսի ճանապարհը լինի, ստեղ որ բարձանում ենք, ստեղ կտրուկ պավարոտներ կան, նմանեցնում ենք դաժե դուրումբոնից իջնող դեպի Ղազարա հողեր, դեպի Հարությունա գոմեր, դեպի Վաղոհաս, այդտեղ շատ ճանապարհներ կա, որ իրոքից նմանեցնում ես, նմանա։ Այստեղ հաստատված արցախցիները ցանկանում են հենց այստեղ էլ մնալ, բայց եթե մշտական աշխատանք այդպես էլ չլինի, գուցե եւ որոշները տեղափոխվեն հարևան կամ այլ բնակավայր, բայց հուսով են կգտնեն, իսկ սահմանամերձում ապրելը երբեք չի մտահոգել իրենց։ Հեորամա մին հարենիքի մի մասն էլ ստե է։ Սահմանամերձ լինի, սահմանամերձ մարդ կա իր համար կարող ասում է սահմանամերձ է, վախը, դե բայց ապրում են, չէ՞ մարդիկ, հեսա քանի տարի է իրանք ստեղ ծնվել են, մեծացել են, ապրում են։ Մենք չենք կարող ասենք, էսի սահմանամերձա թողեն գնանք այն կողմ։ Մենք գնացինք այն կողմ, մեկ էլ այն կողմն է սահմանամերձ դառնալու։ Դրա համար հենց այստեղից պետք է սկսենք ոտքի կանգնել, շենացնել, պատրաստ լինել ցանկացած իրավիճակում նորից նույն կերպ պաշտպանելու